Շարքի մենեջեր Հրաչյա Մալխասյանն են, ճիշտ ասած մեր նաև բողոք ունենք հաճախորդների կողմից, քանի որ իրանց մեքենաները գտնվում են սպասասրահում, թե վերանորոգած արդեն, թե կիսավերանորոգած վիճակում ու մարդիկ արդեն պահանջում են իրանց մեքենաները ու մենք պատասխան չունենք, թե ինչ ժամկետներում կարանք տրամադրենք իրանց այդ մեքենաները։ Ինչպես նաև մենք պարտավորություններ ունենք նաև BMW գրուպի հետ կապված, ունենք պատվիրվող պայեստամասեր, պատվիրված պայեստամասեր, որոնք ասենց կոպիտ ասած օդի մեջ կախված վիճակում են, էլի։ Աշխատակիցները, որ շուտով ցուցահանդես ունեք, երբ էր կազմակերպված ցուցահանդեսը ու ինչով է այս կապարակնքումը խանգարել ցուցահանդեսին։ Ցուցահանդես ունենք նոր մեքենայի հետ կապված, բայց քանի որ այս վիճակն է, ճիշտ ասած կոնկրետ օրեր որոշված չէր, բայց շուտով պետք է լիներ ու դա էլ արդեն կանգնած այս վիճակը չգիտեմ։ Այսօր շատ դժվար վիճակի են կանգնած, աշխատողները նաև սպասողական վիճակում չգիտեն ինչ ա լինելու իրանց հետ։ Մոտավոր ինչ թվով մարդկանցից եք բողոք ստացել ու հիմնականում ինչին են վերաբերում բողոքները, վերանորոգմանը կամ սպասարկմանը։ Հիմնական բողոքում են այն մարդիկ, ում մեքենաները ներսում են, ու չենք կարողանում վերադարձնել այդ մեքենաները, գումարած հաճախորդներ ունենք, որոնց հետ պայմանավորված էր արդեն օր, ժամ, որ պետք է բերեին, սպասարկեին իրանց մեքենան, այդ մարդիկ էլ են բողոքում։ Հիմնականում այդ բողոքները իմ բաժնով հաճախորդների հետ, թե չէ ունենք նաև վաճառված մեքենա, ունենք նաև սպասվող մեքենաներ։ Այս պահին ինչ եք ակնկալում, ինչի եք սպասում։ Այս պահին սպասում ենք նաև ինչ որտեղ պահանջում, որ գոնե երկուշաբթի օրվանից անցնենք մեր բնականon աշխատանքին, որովհետև հուսի են հիմնարկնա, որ ուղիղ կապված է, ասենք BMW գրուպի հետ ամենօրյա աշխատանք է էլի BMW գրուպի հետ ոչ թե ամսական կամ շաբաթական, այլ ամենօրյա կապի աշխատանք է էլի։ Կա քննարկում կամ որոշում, որ եթե օրինակ երկուշաբթի օրը սալոնը չբացվի, հաջորդիվ ինչ եք անելու։ Չէ, դեռ չէ, հուսով ենք կբացվի, եթե չէ, արդեն որոշենք հետագայում մեր քայլերը։